Ժողովուրդ ջան, այ հիմա արդեն իսկական բարելույս, ես նոր պատրաստում եմ, այսօր աչքի բժշկի գնում նենց չեմ սիրում բժշկի գնալ, որոշեցի ասեցի ինչ հագնեմ, որովհետև ուզում եմ վերարկու հագնեմ, եւ ես որոշեցի հագնեմ այս կարճ վերարկուս, եւ քանի որ մեր մոտ մի խայտարակ անձև է, շատ երկար մտածեցի եւ ժիլետ հագաջինսից վերնաշարքիսը, ուրեմն իմ կոլեկցիայում կան այս տիպի ժիլետներ, հիշում եք, որ երկու կողմանյա, մեկ կողմը բեժ, մյուս կողմը սև, հիմա ուշադիր ինձ ասեք, նրանք ովքեր կարուձերի հետ ունեն բավականին, ինչ ասեմ, ձեռքից շնորհք, ուրեմն վերցնում եք այս տիպի դուդովի կուրտկաներ, սա ռեզինկա է, երեխեք, նայեք, ռեզինա, երկու կնոպկայով կողքերը, երկու կողմանի, կարակ անեք մի կողմը սև, մի կողմը ուրիշ կողմ, մի կողմը կանաչ, կապույտ, եւ սա հիմնականում արել են, որպեսզի մենք հագնենք վերարկուների վրայից, երբ որ դուրսը անձրև է, եւ կարող եք նաեւ հագնել տակից, մեզ չի որ պարտադիր է դա, ասենք, այսօր ես կարող եմ իջնեմ, հելնեմ ինչ-որ միտեղ ու ահավոր անձրև ունի, եւ ահավոր անձրև է, մի վարքյան, տեսեք, այ այսպես, սա այ այսենց, ուրեմն ինչ է կատարում, այս կողքի ռեզինները ինքը ձգվում է, եւ սա այ այսպես, այս կողմի վրա կարծեմ, հա, հեսա կոճակ կա, սա այսպես, տեսնում եք, սպասեք մի քիչ մոտիկ ասենք, նայեք տեսեք ժողովուրդ ջան, եւ սա կոչվում է որպես դաջդիվիկի նման բան անձրևանոց, կապիշոնը քաշում ես գլխիդ ու էլ արդեն անձրևից գոնե թիկունքի մասը վերարկուի չի թրջվում, հասկանում եք ինչ եմ ասում։ Դրա համար ես այսօր կվերցնեմ իմ հետ եւ որոշեցի հագնել այս վերարկուն։ Չգիտեմ, արդյոք sense գնա, թե հագնեմ երկար վերարկու։ Բայց դե մեքենայի մեջ եմ, իջնում ենք, դուրս են գալի, ավելի լավ է այս կարճը հագնեմ, վրայից էլ սա։ Անգամ չկապեմ էլ, եւ ամուսինս ասեց Անայից գույշ մնա ճանապարհ, ուլոլա, երեխեք, ես ինչ մռախուղ է։ Գիտեք ինչքան եմ այսօր մեքենա վարելու, այդ ստեղից մեր մոտից այդ քաղաքը, այն օրը տեսակ, որ գնացել է այն բանը, այդ ինչ են ասում, մաշված քաղաքն է, այդտեղից ընդեղ, մեր մոտից ընդեղ, ինչքան է, քանի կիլոմետր է, եթե չեմ սխալվում 80 կիլոմետր կլինի, 80 գնալ, 90 մոտավորապես 90 գալ։ Ինչ անեմ, այմ աչքի բժիշկը ընդեղ է, իմ վիրահատությունը ընդեղ է եղել, ես այդ հիվանդանոցում եմ, ինձ հետևում են էլի, ամեն տարի պիտի գնա ստուգման, եւ ես ալարում եմ, եւ ես մառախուղը ուղղակի սպանում եմ։ Այդպիսի բաներ սիրելիներս, դե ինչ, եկեք ձեզ ասեմ հաջողություն, ջանսაღություն ասել տղայից, ուրեմն հիմա հանեմ վերարկուս, քանի որ ես ավտոտնակից եմ նստում մի անգամից մեքենան եւ սրա կարիքը չի զգացվի, բայց նա всякий случай մի երկու արկուտ կարող գցեմ բանի մեջ, մեքենայի մեջ։ Ես այսօր ձեր հարցերին պատասխանեցի, որ այդ կրեմի համար, եթե ունենաք հարցեր, անհարմար մի զգացեք, հարցրեք։ Հարցնելը իմանալը ամոթ բան չէ, երեխեք ջան, էլի եմ ասում։ Բաղադրատոմսը, ինչ-որ մի բան եք տեսել։ Այն օր իմ լավ հետևորդուհիներից մեկը, Մանյան, Բարև Մանյա ջան, որն ապրում է Լիլ քաղաքում, ինձ գրեց Անահիտ ջան, մորա չեմ կարողանում գտնել այն բաղադրատոմսը, որ դու պատրաստել ես, այդ մոելե շոկոլա, ֆոնդան շոկոլա, այսինքն հոսող շոկոլադային այդ խմորեղենը, ես չէի տեսել ճիշտ ասած եւ պատասխանեցի մի կին, որը գյումրեցի է եւ պատրաստել գիտի օդ իդո, բայց այդ հեռախոսով եւ այդ մեսաժներից հետո մարդիկ, որ ինձ մեսաժ են ուղարկում, ես արդեն պատկերացնում եմ իրանց մարդ տեսակը, մարդիկ, ովքեր սովորելուց չեն ամաչում եւ վախենում, ոնց որ ես։ Այսօր մաման ասում այդ կրեմն եմ ցույց տվել, մաման ասում Անահիտ ասում այդ կրեմ, ասում ման ջան, ես էլ եմ աղջիկներից նայել եմ կողքից օրեր, իմ հարսիկը Կարլան էլ ասեց, այդ այնքան լավն է, ինքը գիտի, Կարլան նայում եմ այն բանը, որ ձեզ ասի աղժիրվեղ բանը, կավը, կանաչ կավը, որ
ջրի հետ խառնես Երևանում կա մտագնկերուս հետ նայեցին կա ինքը դա էլ է քսում ասենք այդ փոքրիկ բզուկների վրա բան որպեսի լավանա իրոք օգնում է դա հասար մի բան կա որ պիտի սովորենք ինչ արած կյանքն է դա կյանքը Պարիսակը հարմարա, անձրևի։ Հենա ժողովուրդ են գնա մամային ասել դուրս եկա, գնացինք աստված մեր հետ։ Ժողովուրդ ջան, ես դուրս եկա ձեր Անայի դժկան, որ ասեմ այնքան մաման ասում են լավ է, ասեմ մամ չես հավատում, ասում չէ, ցույց տվեցի վիդեոն, ասի աղջիկներին ես ձեզ ցույց տվեցի 2 վայրկյան հետո մառախուղը անցավ, ուղղակի պրոստը это было прелесть։ Գնացինք սիրելիներս, ես ինչքան է դուրսը, մաման ասում է դուրսը ցուրտ է, տակա, բայց ահավոր ցուրտ է քամի, դե լավ, գնացինք աստված մեր հետ, երեխեք ես շարֆս, իմ հավաքածուի շարֆն է, եթե ես ձեզ սուտ չասեմ, շարֆը 25-24 տարի է ես աշխատում եմ, սա երևի մի 15 տարի կլինի, որ ես ունեմ, բամբակ եմ, ակուր էքան է լավն է, Ես շատ լավ ասազում։ Ես գիտեմ, որ իմ հետևորդուները շատերը եք սիրում, որ ես շարֆեր եմ դնում, երեխեք իմ պահարանները շարֆերի խանութ է։ Ահա իմ սիրելի Ժաննա ջան, խոստացել էի, չէ, որ ես անընդհատ այս ճանապարհները քո համար պիտի ցույց տամ, քեզ սա ուղղակի թերապիա է քո համար, եւ ես քեզ լիովին հասկանում եմ։ Տեսնում ես, այս կողքերն էլ, այս փոքր գյուղերն են։ Կեսուրիս տունը հենց այս կողքն է։ Ներքևն է, Դավիթի տունը, Կեսրարիս տունը։ Հիմա շատերը հետ կասեք Անահիտ, անընդհատ ասում ես Կեսուրիս, գիտեք ինչ եմ ասում, երեխեք ջան, իմ Կեսրարը, որ գնում եմ գերեզմանները, այդ վիլաժից է ինքը, մեծ ընտիր տներն են, ցույց եմ տվել մի անգամ, ես էլի ցույց կտամ, քույր եւ եղբայր են եղել։ Հետո իմ Կեսրարը, որ գնացել է բանակ եկել, ծանոթացել է Կեսուրիս հետ, Կեսուրիս մինուջար աղջիկ է եղել։ Եվ բնականաբար ինքը իր ծնողներին դժվարությամբ է, թող հայրը հիվանդ է եղել, վատառողջ է եղել, ինձ Կեսրարս է եկել, հետո արդեն Կեսրարս ավելացրել է այդ տան վրա հետևը, ամբողջ է տակը եւ այլն, այսինքն մի փոքր տուն է եղել։ Կեսրարս հետո քանի որ շինարար է եղել, լրիվ ինքն է վերանորոգել։ Իսկ այն օրվա տեսակ այն օրվա այդ տան մեջ ամբողջ այդ կամարը որ արել էր, բան դա լրիվ իմ Կեսարներն են։ Գիտեք, ասում է մարդը գնում է, բայց իր գործը մնում է, չէ։ Այստեղ ահագին տներ կան, որ Կեսարը կառուցել, ես դες ցույց կտամ մի օր ու Կեսարը եղել է այդ ինքը քարի մաստագետ, դե այն ժամանակ ավելի շատ քարով են սարքել տներ, հետո դրանից դու արդեն անցել է ագլոները, այդ չեմ ասում, չեմ ագլոն ոնց են ասում։ Ահա, սիրելի Ժաննա ջան, էս էլ քո համար։ Սա էլ մեր ճանապարհները, ուր են տանում ճանապարհները։ Այո, ուր են տանում ճանապարհները, տանում են բոլոր ճանապարհները, տանում են Հռոմ։ Սա էլ եղել է առաջվա հացի էս խանութ կար, ստեղ հացի ու բան կար, բուլանժերի, ստեղ էին իրանց ալուրանում ցորենը։ Կարծեմ այս տունն էլ է սարքել, ձախ կողմի վրային էլ է Կեսարը սարքել, կառուցել։ Սա էլ մեր վիլաժը, սա էլ մեր վիլաժի եկեղեցին, ամրոցը կողքի, տեսեք ամրոցը։ Այս ամրոցը 3 անգամ վաճառվեց, մի հատ այդ աղջիկով որ կար, այս կողմերն էր, իր պապան արխիտեկտոր էր, սա գնել էր, վաճառեց մի հատ սովորական, ասենք փարիզյան ապրողներին, հետո այս փարիզյան ապրողները չկարողացան գլուխ անել, որովհետև բավականին ծախսեր է ամրոցը եւ վաճառեցին երկար տարիներ էր վաճառքի դրված, բայց չէր վաճառվում, վաճառեցին մի վայրկյան վաճառեցին որտեղից են Բելգիայի բժիշկա ինչ որ բավականին մեծահարուստ ու ինքը հիմա լրիվ ռեստավրացիա է արել, դե բնականաբար, եթե այդքան ծախս արել ռեստավրացիայի, ինձ թվում է նաև կունենա ջերուցում, որտեղ մի անգամ ես եղել եմ այդ կնոջ օրոք, աբսոլյուտման ջերմություն, ջերուցում չկար, որ գործից գալիս ես հոգնած,
նայի հանգստացի, սա թերապիա է։ Ես որ իմանամ շատերդ եք սիրում այս ճանապարհները, հաճախակի ճանապարհները ցույց կտամ։ Այս այլ գրեք տեսնեմ, սիրում եք արդյոք մի վարքյան։ Այ այստեղից ցույց տամ, որ տեսնեք այս գեղեցկությունները, եղեք ջան։ Ուր են տանում ճանապարհները։ Տեսնում եք ինչ լավ կանանչա, ցուրտ եւ կանանչ։ Դե լավ սիրելիներս, եկեք անջատեմ եւ արդեն կենտրոնանամ ճանապարհիս։ Աստված իմ հետ։ Բարի լույս ժողովուրդ ջան։ Հուսով եմ որ լավ եք, ամեն ինչ նորմալ է ձեր մոտ։ Ինչպես ես ասացի երեք, ես առավոտյան արթնացա, գնացի բժշկի, աչքի բժշկի։ Ժամ քանիսին 10:30 դուրս եմ եկել, երեկոյան 6:30 տուն եմ մտել։ Ահա որ դե հեռու է տեղը, մի քիչ դուրս եկանք գործերով եւ ամենակարևորը, որ արդեն մտանք ներս, որ պիտի ժամը ամրագրման, շատ ուշ է խիրուրգա, բանը այդ շատ շտապ կանչեցին, երևի ինչ որ մեկը վատացել էր վիրահատությունից հետո կամ ինչ որ շտապ վիրահատություն պետք է աներ։ Եվ դրա համար ուշացանք մի քիչ, ասեմ, այդ բժիշկին, որ ես ընտրել եմ, մեր ռեգիոնում ամենաուժեղ բժիշկներից մեկն է, որը ոսկե մեդալ է շահել, մրցանակ, Լոնդոնում է կլինիկայում ուժեղ կարիերա, ոնց է Փարիզի կլինիկայի շեֆ ա եղել, ու այս կլինիկան, որ ունեն, սա իր հոր կլինիկան ա եղել սկզբից, զույգ եղբայրներ են եւ հիմա իրանն է ամբողջ կլինիկան։ Եվ աչքի կլինիկա եւ ականջի ինչ որ է սիրելիներս, ամենայն դեպս ասեմ ձեզ, որ եթե չեմ սխալվում ականջքիդ կոկորտ, դե ընդհանուր դա մի բժիշկ է եւ շատ ուշ եկանք, ահա որ հիմա տեսեք ինչ եմ անում։ Մայրիկիս սիրուն ծրագիրը, մայրիկիս տետրը, ավետարան կարող եմ ասել։ Ուրեմն այն օր ասեցի մամային մամ, տվարող ունեմ մի քիչ կաթնաշոր մնացել, որպեսզի չփչանա, դե կաթնաշորը երկար չպիտի պահես, մի հատ ուզում եմ տվարոշնի խմորեղ եմ պատրաստել, չնայած ժամանակը չի, բայց ամեն դեպքում հիմա ինչ է անում ձեր Անահիտը պետք է սա արտագրի եւ նաեւ պոնչիկը, ես ես ամեն ինչը պետք է արտագրեմ։ Տապակած կարտոֆիլով ճաշատեսակ, ամեն ինչը գրել է երեխեք, թոքով կոտլետ, ես ինչ ա գրել, պերաշկի, տեսնում եք ոնց ա գրել, չի գրել կարկանդակ, չիբուրեկի, բանջարեղենով պիլմինի, հավի բդով կոտլետ, լամաջու, կերսկի կոտլետ, իշլի քյուֆտա, պաների ծածկոցով հավի շնիցել, մոլոդեց մայրիկ, Պեչենի տվարոգով, գաթա փխրուն, ծեծովի գաթա, գաթա շերտավոր, կատնաշորիկ, հես է կատնաշորիկը, էսի հել մի հատ տեսնենք ինչա, բուլկի, մսով պերոկ, այ ես մսով պերոկն եմ ուզում սարքեմ ես որ երեխեք, սպասեք մի հատ կարդամ մսով պերոկը։ Нет. Երեխեք ջան, Продолжи. ուրեմն պատրաստեցի սալատ, Սերժը չի սիրում բորշի մեջ միսը, խաշած ինքն հենց է սիրում, առանց իսկ ես պատրաստում եմ բորշը, հիմա կանաչին էլ լցնեմ ու մենք հաց ուտենք։ Մոռացա ձեզ ասեմ, որ ես բորշը սիրելիներս պատրաստում եմ կարմիր կաղամբով, իհարկե բազուկել եմ լցրել, բայց կարմիր կաղամբով եմ լցրել։ Այսօր ձեր Անահիտը բարի լույս է ասում, արդեն ժամը 2-ին, որովհետև առավոտյան արտացա, ինչպես տեսակ բորշ պատրաստեցի եւ ինձ պետք է շտապ դուրս գամ։ Հիմա Տիգնա մամայիկի տեղերը գնեմ, էլ տեղ չունի, վերջին տեղն է եւ դրա համար ես իմ օրը սկսեց վազքի մեջ։ Ինքան ասեցինք արև եկեք զիզիկալի վերեք երեխեք ջան, արևը եկավ, շատ լավ եղանակապ եմ մոտ։ Ես
ամբողջ շաբաթ կիրակի Դավիթենք են գալիս երեխեքը ուրբաթ 5 շաբթի երեկոյան են գալիս, շատ ուրախ եմ դրա համար, բաղ չեմ իսորը ուրավ եղանակը հիմա ես ավրեմ երեխեք ջան, մաքրեմ և թռնեմ պիտի գնամ մայրիկի դեղերը գնեմ, պիտի գնամ ահագին գործեր անեմ Ձեզ ցույց տամ ամենական այսօրվա իմ լուքը սա է Սերժի սրանք իմ ներվերի վրա ազդում է սա ինչա ամեն ինչ իր տեղն ունի սա իր լամպն է սա և սա գնում է իր տեղը այսօրվա իմ լուքը սա է ճիշտ ասած մտածեցի կիսաշրջազգից տոսի կարող է սուրտա, բայց լավ տակվա, պրոբլեմ չի, հայքել եմ սև գույնի, սա սվիտր է, անթև սվիտր և հայքել եմ վրայից վերնաշապիկս, հաղորդար չի ակի, մորացել է սա, դեր աշողով ուջար դուրս եկանք, շտապում եմ, ձեր Անահիտը շկան, վսյո վրեմը շտապել, գնացինք սիրելիներս, ուզում եմ առիթից օգտվեմ բարի գալուստ բոլոր նոր հետևորդներին բարի գալուստ Անահիտ բլոգ, բարի գալուստ Անահիտի YouTube-յան ընտանիք, բարի գալուստ Անահիտ ընտանիք, ես ուրախ եմ, որ դուք միանում եք, ավելանում եք և ինչ ասեմ, հետաքրքրություն եք գտնում և դիտում եք մեր բլոգները։ Դերա գնացիք սիրելիներս Անահիտը մեքենայի մեջ։ Հիմա գնում ենք սիրելիներս և ուրեմ գնում գործերով։ Երեխեք Գնում եմ բանկ ու կարևոր թուղթն էի մոռացել, դե դուք պատկերացրեք ձեր Անահիտի վիճակը։ Չէ, սիրելիներս, ինչի համար գնում եմ, վերցրել եմ, բայց երեխեք շատ հով հագնվեցի, չնայած կուրտկա ունեմ, մի բան ձեզ ասեմ, նասկի չեմ հագել, կալգոտկի չեմ հագել և կիսաշրջազգեզով, պիտի մտնեմ բանկ, ապտեկա ու տուն գամ, ոչ մի բան չեմ գնալու խանութներ, որ իջնեմ, դուրս գամ և այլ բան չի լինի, ինչքան կոպված լինենք, այնքան լավ մեր օգուտը։ Երեխեք, ես կհավատաք, որ առավոտվանից ոտքի վրա վազում եմ։ Հիմա շատերդ կասեք, Անահիտ ջան, ինչի՞ չես նկարել, նկարելու ոչինչ չկար, էլի եմ ձեզ ասել, երբ որ ես պատրաստում եմ մի բան, որ բոլորը գիտեն պատրաստելու ձև, ես պատրաստեցի բորշ, այսօր որոշեցի բորշ անել, վաղուց չէի պատրաստել և մի քիչ բազուկ կար, մի երկու հատ բազուկ մնաց, դրանով էլ որոշեցի պատրաստել վինեգրետ, վինեգրետը տեղափոխվեց յատերաստված իմպրովիզացիայի, թթու վարունգ չունեի, բնականաբար, գազար չէի խաշել, ոչինչ ասեցի, մի հատ գազար թյորկեցի, կարմիր սոխ, լոբի, բազուկ, կանաչի և ինչ արեցի մեջը, լիմոն արեցի, քանի որ թթու վարունգ չունեի, լիմոն արեցի և ձետ մի քիչ է քացախ, բանի հետ, խնձորի քացախ արեցի, մի քիչ որ թթվայնություն լինի։ Կարտոֆիլ, խաշած կարտոֆիլ էր, 20 կարտոֆիլ էր խաշել, ես որ տանը չէի, մնացներ 3 հատ, էդ էլ ռասխոտ, ատխոտ և վсё գատովը։ Դե բնականաբար բորշը մսով արեցի, բայց Սերժի համար միսը ինչպես ցույց տվեցի, ինքը չի սիրում ճաշի մեջ միս ուտել, իրանց ֆրանսիական կուլտուրայի մեջ դա չի մտնում, իրանք սիրում են խաշած, կոչվում է բուի, մեջը քարաուս, նեխուր, լավ, դες բաներ ենք լցնում և տենց է բաներ, գազար և այլն, այդ տիպի էլ են պատրաստում, ես ամեն ինչ արեցի, բայց ինքը խաշած միսը մենակ կերավ, որպեսզի այդ բանջարեղենի համը տա, հետո նոր ես մնացած միսը լցրեցի բորշի վրա, մի քիչ է բուլյոնով էլի։ Ինչ եմ ուզում ձեզ ասել, երբ որ դուք ամուսնացած եք օտարազգի հետ, դուք չպիտի շատ անցնեք էքստրեմների, բնականաբար հարգելով այդ մարդու սիրումը կամ չի սիրում։ Բնականաբար ես շատ բան չեմ սիրում, չեմ ուտում և իր համար դա զարմանալի չի։ Նոր եմ սկսել, ասենք բաներ կա, որ հարմարվեմ ուտեմ ու ինչ է կատարվում,
կատարում է այն, որ կոչվում է հարգանքը երկկողմանի։ Ժաննա ջան, անդադ մոռանում եմ, որ ցույց տամ քեզ բնությունը, բայց այս մասերն արդեն տեսել ես, դե լավ շուտ տամ։ Ահա եւ մեր փոքրիկ գյուղը, փոքրիկ, ինչ ասեմ, փոքրիկ վայրերը, ամայի վայրեր, ամայի չի, տեսնում եք տուն կա, 1 տուն, 2 տուն, 3 տուն, կա ամրոց, ինչպես տեսնում եք, կա եկեղեցի, ամեն վիլաժում, ես դες ասել եմ, չէ, կա եկեղեցի, բավականին, եկեք երեխեք ջան, լավ, եկեք գնանք մեր իմ համար առաջին, որտեղ որ ես ապրել եմ, շատերը չեք տեսել, եկեք ես մի հատ պտտվեմ եւ գնանք մեր բասկետբոլի դահլիճը, որտեղ ես առաջին անգամ ոտ դրեցի Ֆրանսիայում եւ մնացի ապշած, որովհետեւ իրանց համար սա բավականին մեծ դահլիճ էր, պարկետով, ամեն ինչով, իրանց մոտ պարկետ ամենտեղ չկա, բայց ես որ մտա, ահա որ փոշմանած, ահա որ տխուր եւ ուզում էի պատկերացրեք պայմանագիրը հեչ անել եւ վերադառնալ, որովհետեւ չէի սպասում, որ ես փոքրիկ վիլաժում պետք է ես հայտնվեմ, բայց արի ու տես, որ այս տեսնում եք մի վարքեն, այստեղից, այս վերևից գալիս էի ոտքով այն վերևն էինք, այն տունն էինք ապրում, հիմա տուն եկը գնամ ցույց կտամ, գալիս ենք, իջնում էինք այս աստիճաններով, այստեղով, տեսնում եք, եւ գալիս էինք հեսա մեր բասկետբոլի դահլիճը, եկեք գնանք եւ ցույց տամ բասկետբոլի դահլիճը եւ ամբողջ Ֆրանսիայում քաղաք, որը 4-րդ տեղն է, սիրելիներս, քաղաք, որը 4-րդ տեղն է գտնվում, Ֆրանսիայի 4-րդ քաղաքն է մեծությամբ, ոչ մեկ բարձրագույն խումբ չուներ, արի ու տես, որ այս փոքրիկ 450 հոգանոց փոքրիկ վիլաժում բասկետբոլային թիմ։ Եվ այդտեղ հայտնվում է Անահիտը, հայուհի, որ բոլոր գիտեն ռուս, բայց հայուհի, բավականին շատ հիշողություններ ինձ արթնացրեց, թե լավ եկեք գնանք, թե չէ շունչս կկտրվի սունչս, դե բնականաբար կյանքը անցնում է, եւ տխուր, եւ ուրախորեն եմ անցել, սկզբնական շրջանում բավականին տխուր, որովհետեւ մեծ երկրներից, քաղաքներից հետո գալիս ես մի հատ sense փոքր տեղ, բայց մտնում ես դաշտ ու մոռանում ամեն ինչը, մոռանում ես թե դու ով ես, մոռանում ես թե դու ինչ ես արել, եւ դա մարդու մեծությունն է, որ մարդը պետք է հարմարվի ամեն ինչին, քանի որ պայմանագիրն արդեն կնքված էր եւ բավականին լավ պայմանագիր էր, ես այն ինչ արեցի, սիրելիներս, մի վարքյան, ես չկարողացա դադարեցնել եւ դա իմ կողմից կլիներ ոչ պրոֆեսիոնալ։ Այս վիլաժում միակ բանն է, որ մարդիկ մեկը մեկին տեսնում են, նենց են նայում, քեզ թվում է, թե չնայած ինձ կներեք, բայց չեմ գլուխով աչի, ինձ բոլորը ճանաչում են, արդեն ճանաչում են, որովհետեւ ես Սերգեյ Սերգեևիչի կինն եմ, իսկ Սերգեյը ինքը այս կողմի տղա է եւ իրան շատ հարգել սիրել են եւ սիրում են եւ Սիրոժան ուժեղ ռեգբիստ է եղել, ասեմ ձեզ երեխեք ջան, իմ ամուսինը շատ ուժեղ ռեգբիստ է եղել, սպորտսմեն, բայց կարիերան չուզեցավ դարձնել պրոֆեսիոնալ, քանի որ ինքը ուներ ֆերմա, ծնողների մոմենտով մեծ էին տարիքով եւ ինքը չթողեց իր աշխատանքը եւ շատ ճիշտ արեց։ Ես չեմ բստե գետնին։ Հիմա ես գալիս եմ այս վիլաժը, որտեղ որ ես ապրել եմ, երեխեք ջան։ Եկեք առաջ գնանք, որտեղ ոտքով ալարում եմ եւ հետո զադնի կտամ, լավ, ոչինչ։ Դե լավ, եկեք սենց անեմ։ Այս տանն եմ ապրել։ Տեսնում եք այն կապույտ փեղկերը, ուրեմն մեր ամուսնությունից հետո մենք ապրեցինք այս մեծ շենքը շինությունում, իսկ մի քիչ առաջ կամ լավ, պրոբլեմ չի, իսկ որ նոր էինք եկել, սիրելիներս, ապրեցինք այստեղ եմ ապրել։ Տեսնում եք։ Վալա, եկեղեցին դիմացը ամեն օր, որ եկեղեցու զանգերը տալիս էին, ես արթնանում էի զանգերի տակ եւ ասում էի 1, 2, 3, հաշվում էի ժամը քանիսն է, քանի որ ուշ էի քնում եւ ուշ էի արթնանում։ Մեր ուժեղ ռեժիմի պարապմունքներից եւ ինչ ասեմ այդ վայեննի ռեժիմի տակ, դրանից հետո ինչ ենք արել, եկել ենք եւ Ֆրանսիա միտեղ, որտեղ կյանքը ավելի հեշտ է եղել եւ ավելի հեշտ նաեւ սպորտը։ Մի վարքյան դուրս գանք ես այս ամրոցը ցույց տամ մեր քաղաքի, մեր վիլաժին։ Ահա նայեք երեխեք ջան ամրոցը,
ամբողջը այդ մարդը ռեստավրացիա արեց, բրավո։ Լա դոմենը մալադեց։ Այս քանի տարի աշխատանք էր ինքը վարում եւ ամբողջ այդ կռիշը սարքեցին եւ գիտեք ինչ եմ ուզում տեսնեմ այս մարդը այսքան ժամանակ այսի չկար երեխեք, սա ամբողջը ինքը սարքել տվեց։ Վաու, մանիֆիկ, շատ լավն է երեխեք, հրաշք ձևով սարքել ա, այդ ով որ այա, ես ձեզ ասեցի, չէ, Բելգիայի ուժեղ բժիշկա գնել էս ամրոցը եւ իհարկե սա ամբողջը ֆինանսի հետ, այս զաբոր չկար, լրիվ ինքն ա դրել, դաժե սկամեյկա են դրել, ամրոցը մեր գեղեցիկ։ Սիրելիներս, տեսնում եք մեր փոքրիկ վիլաժը, որտեղ ես հայտնվել եմ առաջին անգամ Ֆրանսիայում, այս փոքրիկ վիլաժում ու ամբողջ այս քարի գործը տեսնում եք, սա իմ սկեսրարս, իմ ամուսինս ա անում եւ իհարկե այս շենքը, որ դուք տեսնում եք, այս ամբողջ քարի, սա իմ կեսրարս ա կառուցել։ Դե լավ, եկեք մի հատ գնանք մեր այս փոքրիկ նեղ փողոցը։ Հրաշք է, երեխեք ջան։ Սա փոքրիկ ֆրանսիական տիպիկ վիլաժ է եւ ես շատ ուրախ եմ դրա համար, որ ես հիմա եմ ուրախ, այն ժամանակ լացում էի, բայց հիմա շատ ուրախ եմ, որ ես հայտնվեցի այսպես հանգիստ տեղ։ Ժաննա ջան, ես քեզ լրիվ հասկանում եմ։ Ու երեխեք ջան, ձեր Անայի դժկան սարավ։ Voilà։ Սա էլ մեր վիլաժը։ Ժողովուրդ ջան։ Շատ ինչ ասեմ, հին, բայց նաև շատ պահպանողական ժողովուրդ են, այս կողմի ժողովուրդը, տեսնում եք, մի հատ կեղտոտ բան չկա, ասենք, բացառությամբ այս երկու շենքերը, այն մի շենքը, որը որ վաճառել են արդեն, եւ հիմա ես մի բան պիտի ցույց տամ։ Տեսնում եք այս շենքը, երեխեք, այս շենքը, որ կա տակը քար է, տեսնում եք սա։ Վերևը տեսնում եք ինքը սվաղած է, չէ՞, այդ սվաղը հանում են եւ դարձնում են ամբողջ տունը քար է, այսինքն այդ վերևի մասը իրանք սվաղել են, բայց այդ սվաղը վրայից հանում են, այդ փեղկերը տեսնում եք, այդ ամբողջը փոխում են, դարձնում են մոդեռն եւ նաեւ մոդեռն եւ հին հնություն։ Այս ամբողջը գնել են Փարիզի, Անգլիա, փարիզցիները, անգլիացիները, մենք ունենք մի հատ մի քիչ հեռու է գտնվում։ Մեր տանից մի կիլոմետր է, ամերիկացիներ էին գնել էին դրանք, երեխեք մի հատ ինչ ասեմ, մի հրաշք բան էին սարքել, լրիվ ռեստավրացիա էին արել եւ բասեին է, որ այդ ջուրը վերևից թափվում է, տեսնում եք, այս տատիկներին երկու եկել են լյուբիտիրսկի ձևով, նստել են գետնին, խոտերն են բան այդ հանում եւ ծաղիկ են տնկում եւ այդ ամեն ինչը բենևոլ է, այսինքն ձրի, ուղղակի որպեսզի վիլաժը լինի մաքուր։ Տեսնում եք, այս փոքրիկ տները մի քիչ տխուրություն ունի, ասենք այդ հնության, բայց հենց ինչ որ մեկը գնում է, անմիջապես ինչ անում, կարող եք ասել, ռեստավրացիա։ Սա քաղաքապետարանը գնեց, ուրեմն սա հին այդ տեսակ չէ՞ որ ձեզ ցույց տվեցի, շատ այտենց փնթի տուներ։ Նայեք, տեսեք, ամբողջը սենց սարքել է եւ սա վարձով որպես բան այդ կվարտիրաներ է տալու։ Եթե չեմ սխալվում, 3 կվարտիրա է այս ամբողջը։ Իսկ սա դպրոցն է, այս վիլաժի դպրոցն է, փոքրիկ գյուղական դպրոց։ Բա Ահա, սիրելիներս, էքսկուրսիա продолжается, но не продолжается։ Եթե կցանկանաք, որ բաներ կա, մարդիկ կան, որ սիրում են այս տիպի փոքրիկ ինչ-որ հետաքրքիր բաներ, ասեք երբեմն, որ ես մտնում եմ, իմ աչքն արդեն սովորել է, ես չեմ պատկերացնում, որ կարելի է նկարել։ Դրա համար, եթե դուք ցանկանում եք, ինձ ասեք, ես չեմ մոռանա արդեն, հենց մտնում եմ մի տեղ, որ հեսա շուտով սկսում այն պրեզենտացիաները, ես բավականին շատ մեքենայի մեջ եմ լինելու եւ ձեր համար կնկարեմ հետաքրքիր բանավանդ գնում ենք դեպի Ամար Գարուն Գարուն Ամար գնում ենք Գարուն Ամար եղանակը bonjour հեծանի վեր քշում հեծանը որ ինձանից լավ չի ոչ մի սպորտ չեմ անում երեխեք մի հատ խնդրում եմ ругайте Анаида ну что это такое ты же лентяйка что ли բայց Анаида լենտյայկա լինելու ժամանակ է չունի Դե լավ սիրելիներս եկեք անջատեմ մի հատ զանգեմ քրոջս, այսօր զանգել էր, ես չեմ լսել իր զանգը, Սուսաննայի հետ խոսանք։ Սիրելիներս իմ աշխատանքը ավարտեցի։ Հիմա գնում եմ արդեն տուն։ Մաման զանգեց, ասեց Անայի ջան,
որ կհասնես տեղ, մնա մի 20 րոպե, 25 րոպե, ինձ տեղյակ կպահես, որ ես բիշի ասարկում։ Ասեցի մամ ջան, մժը բիշի, ասեցի պրոբլեմ չկա, զանգեցի քրոջս, հեսա ինքն էլ կգա, գնանք բիշի ճաշակելու երեխեք ջան, շատ համեղ մայրիկի բիշիները, տեսնեմ, եթե ավարտած չլինի, ընթացքում լինի, կնկարեմ, բայց չեմ կարծում, երևի արդեն ավարտած կլինի, գնացի դեղերը գնեցի, ասեցի մեռնեմ արևիդ, էդի անելու բանա, սալի, ասեցի էդի անելու բանա, գնացել եմ առանց բանի, թղթի, դեղի, չեմ ստուգել ճիշտ ասած, այնքան մեծ դափոն է թուղթը, Էտա, ընդեղ միջև էտ աղջիկ ես կողմենքում զանգեցինք տարբեր տեղեր, որ ասեցի ուստը չեմ գնա, մինչև ասեցի չվերսեմ էտ կինը տեղ չունի և բոլորը ճղել եմ, ճղել կծել եմ իրա դեղերի մեջ, ասեցի ինչ կա ավելնորդ բան, ինձ ասում է, ինձ ես ասում, ես հասկանում եմ, որ խոսք կարդամ, քեզ քան անգամ ասեմ, նորից ապյաց իմ գլխի վրա երեխեք ջան, ամեն ինչը ինձ ես էի մեղավորել Я все виновата, я, հիշում եք մի հատ կինո կար, վինավատը я, այդպիսի բաներ սիրելիներս, սիրելիներս, вот это наша дорога, ճանապարհ, գեղեցիկ, այս տունը ամուսինս ա կառուցել, աչի վրայի, ահա և մտնում ենք մեր բակը, Կարահետով տանում է մեր տունը։ Ահա իսկ սա Սերգեյ Սերգեյևիչը ինչ է անում, ուր է գնում։ Qu'est-ce que tu fais? Je faisais du bois. Qu'est-ce que tu faisais? Je faisais du bois. Par contre, tu peux pas changer ta veste par... Non, je veux pas. Pourquoi? Parce que quand je travaille, ça me va très bien. C'est une veste de travailleur. Serge, même... Et il n'y a pas de tout ça. Mais c'est sale. C'est pas grave. Le bois il est sale alors ça il fait rien. Je vais pas mettre une truc neuve toutes les 5 minutes. Mais les gens ils vont penser que je t'entretiens pas. Les gens, maman. C'est pas grave, hein. И... Что-то проводишь, не крепается, ты потопишь. Ага. Allez, фрошкаш. Ah oui, j'ai acheté le pain. Mais c'est bien. Pour une fois que tu fais une bonne chose. Chez machin là. Chez qui? Mais j'ai arrêté là-bas. J'ai arrêté là-bas. Et ma mamie, elle fait tu sais, le petit beignet. Ah oui, mais qu'elle me fasse beaucoup. Ժողովուրդ ջան, եկա տեսնեմ դուրս է գալի դեմ դիմաց, Սերժն ասում է, թող շատ անի, որտեղ պիտի տանեմ։ Ասեցի չտանես։ Классно, шепече. Մամ, դիր։ Երեխեք ջան, հələ մի հատ ստեղ նայեք։ Մի հատ հələ ստեղ նայեք։ Աղա քիչ եմ արի, շաքարը շատ ամես։ Ուր այդամա։ Աղա գալիս եմ։ Մամա։ Maman, ça va très bien, mamie. De quoi? J'ai dit c'est bien, mamie, continue. Asma Sardaki, mamie, Eli Sarki. On regardera encore un peu. Asma Kezik Pahem. Asma Sarki, mamie, Sarki, Asma. Lav Sarki, Vurkes Pahem. Mama. Աղա քիչ եմ արի։ Mam. Erkek net. Sapıcı. Mehmet meçin erkek. Մատու եղունգիդ հուրբան, մի սանքը որ սարկից կամ նկարեմ, ժողովուրդը տեսնեն։ Նկարի։ Սարկելու ռեցեպտ է։ Մամ, չէ, աղելով է։ Մի քիչ ալամի է։ Հեր։ Մամ։ Մի սանգամ ես չուղարկես բանի հետ դեղարնելու առանց թղթի։ Ամեն դու ես կարտոն լայով ես։ Ասեցի պիտի հետի ասի։ Ես մեղավոր եմ։ Ժողովրդին ասեցի, երեխեք ասեցա, կգնամ կասի, քեզ չասեցի մի հատ նային ստուգին։ Ման լավ։ Դա դու բանը տաղը չկա, այդա ես պատորը որ գնանք իմ կտապտիկ ու վերստեք։ Եկեք ամշում։ Մամա, հրաշք կա, մեր հրաշք։
երեխեք ուղակի սա պիտի համտեսեք եւ ես հիմա սա կուտեմ եւ վերջ մի հատ մածունով Զանավեսկես ես թողել եկել եմ ուրեմն այսօր Սերժի համար գնել եմ նորություններ Եվ այդ նորությունները ամենակարևորը Մեծ բաներ եմ գնել, ակցիոնից եմ գնել, որ ինք դա այն շաբլոն ֆիրմաները չի Դունեք այստեղ, ոչ թե շուկա ուտի Փորձը համտեսի Ահա եւ վերջ, այսօր ես ընկա նոստալգիայի մեջ եւ երբ որ գնացի այդ մեր դահլիճը, բասկետբոլի դահլիճը, մտքով մինչեւ հասա այդ կողքի քաղաքը ես 25 րոպե իմ մտքերի մեջ մտքով գնացի 93 թվականը։ Եվ գիտեք ինչ, մեզ թվում է թե այնքան շուտ անցավ տարիները, շուտ թռավ, բայց շուտ չի թռել երեխեք։ Բավականին երկար ա տևել։ Եվ ամեն մի լավ եւ վատ բանը հիշում ես։ Իհարկե կարող եմ ձեզ մի բան ասել։ Դու գիտեք, որ մենք ավելի շատ լավն ենք հիշում, քան վատը։ Գիտնականներն ապացուցել են, գիտականորեն ապացուցվել է, որ երբ որ մարդը պետք է հեռանա այս աշխարհից, 7 րոպե առաջ ինքը միայն լավ բաներն է հիշում։ Այնպես որ սիրելիներս, եկեք անենք միայն լավը։ Վատը չի հիշվում մեկը, եկեք լինենք բարի։ Դե ինչ, այսքանով ավարտեմ իմ վլոգը, ցանկանամ ձեզ բարի դիտում, եւս մեկ անգամ բարի գալուստ նոր հետևորդներին եւ եւս մեկ անգամ շնորհակալ եմ իմ լավ հետևորդներին, ովքեր ինձ հետևում են, ովքեր հավատարիմ են։ Դե ինչ սիրելիներս, եկեք սրանով ավարտեմ իմ բլոգը եւ ձեզ ասեմ, որ ձեզ շատ սիրում եմ, շատ շնորհակալ եմ ամեն ինչի համար, նրա համար, որ դուք կաք, որ դուք բարի եք, որ դուք պոզիտիվ եք։ Եվ ինչպես միշտ ասեմ, պակա, պակա։